Ինամի առիթով աշխարհահռչակ պրոֆեսիոնալ մարզիկներից մեկն ասել է, որ ես համեղ ուտելու իրավունքը պետք է վաստակեմ քրտնաջան աշխատանքի եւ մարզումների շնորհիվ։ Մենք հիմա խոսելու ենք իհարկե կրթական ոլորտում շատ կարևոր մի նախաձեռնությունից, բայց ամեն դեպքում մեր հաճույքները այո, մենք պիտի վաստակենք։ Եվ բոլոր այն երիտասարդները, ովքեր դեռ չեն կողմնորոշվում, որ ուղղությամբ կարող են շարունակել իրենց ուսումը, մենք ունենք ձեզ հրաշալի առաջարկ։ ACT College-ը Կոլումբիայի համալսարանի բակալավրիատի ծրագրի վրա հիմնված ավելի հարմարեցված եւ մատչելի կրթական մոդել է, եւ թե ինչ հիմնական ուղղություններ ունի ու ավելի մանրամասն տեղեկություններ մենք կիմանանք մեր հյուրերից։ Մեր տաղավարում են ACT College-ի թվային արվեստ բաժնի դեկան Շանթ Կարապետյանը եւ ACT College-ի ուսանողուհի Էլեն Հարությունյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Մենք շատ ուրախ ենք ձեզ տեսնել մեր տաղավարում եւ կարևոր կրթական ծրագրի մասին խոսք զրույց ունենալուց։ Ինչպես է սկսվել այս ծրագիրը։ Խնդրում եմ մեզ մանրամասն ներկայացրեք ի սկզբանե եւ քանի տարվա պատմություն ունի։ ACT College-ը 2025 թվականին է բացվել պաշտոնապես, բայց դե գաղափարը շատ վաղուց էր արդեն ունենալ Հայաստանում հայկական ստեղծարար տեխնոլոգիաների քոլեջ եւ քոլեջը հիմնականում բարեգործական հիմունքներով կառուցված քոլեջ է եւ այս արագ զարգացող աշխարհին համապատասխան քոլեջում 3 բաժին ունենք առաջինը համակարգչային գիտություն, երկրորդը ինժեներություն եւ արտադրություն եւ երրորդը արդեն թվային արվեստ բաժինը, որը եւ ներկայացնում ենք այսօր մենք։ Շատ հետաքրքիր կլինի խոսել բոլոր իհարկե բաժինների մասին, սկսենք թվային արվեստից, ես իհարկե համակարգչային գիտությունից եւ ինժեներությունից հարցեր ունեմ, որը հետո կտամ ինձ շատ հետաքրքիր, բայց թվային արվեստը եթե մանրամասնենք, ինչ ֆակուլտետ է, ինչ առարկաներ են դասավանդվում։ Ես թվային արվեստ բաժնի հարցին իհարկե շատ ավելի լավ կարող եմ պատասխանել, մնացած բաժինների այդպես խիստ մասնագիտական հարցին չեմ կարող, բայց կարող եմ վստահեցնել, որ մյուս երկու բաժինները նույնպես գտնվում են շատ լավ ձեռքերում եւ կրթական ծրագրերն է կառուցված են շատ հարմար եւ ուսանողների համար բավականին այսպես ասած մատչելի եւ կարելի ասել մի քիչ դժվար, բայց այն տանելի դժվարությամբ։ Թվային արվեստը առհասարակ ինքը արվեստի նորագույն ճյուղերից է, երբ ասում ենք թվային արվեստի աշխատանքներ, դա հասկանում ենք արվեստի գործեր, որոնք որ ստեղծված են համակարգիչներով, պլանշետներով, գրաֆիկական պլանշետներով Մենք քոլեջը 3 տարվա կրթություն է ապահովում, կոնկրետ թվային արվեստ բաժնում մենք մինչև այսպես ասած խորացած անցնելը հենց թվային արվեստի բուն մասնագիտական առարկաները, նաև շատ խորացած ուսումնասիրում ենք ավանդական նկարչությունը, որովհետև շատ հաճախ նկարիչները, արվեստագետները, այսպես ասած, կռվում են թվային արվեստն է ավելի լավ, նորագույն արվեստ, թե ավանդական նկարչությունը, մենք իհարկե ասում ենք երկուսն է լավ են, ունեն առավելություններ եւ թերություններ, բայց ցանկացած թվային արվեստի ներկայացուցիչ նկարիչ պետքա պարտադիր տիրապետի հենց ավանդական նկարչությանը։ Դրա համար մենք առաջի տարում անցնում ենք հենց ակադեմիական նկարչություն, այսինքն գծանկար եւ գունանկար, կոմպոզիցիա եւ իհարկե անցնում ենք պլաստիկ անատոմիա, անցնում ենք արվեստի պատմություն եւ դա անցնում ենք 3 տարվա ամբողջ 3 տարին, բայց դրանց միանալու են նաեւ հենց Procreate ծրագրով 2D 3D մոդելավորում, այսինքն հենց բուն թվային արվեստի գործիքներ, այսպես ասած, եւ իհարկե 3 տարի անցնում ենք գրաֆիկ դիզայն, տիրապետելու են Photoshop-ին, Illustrator-ին, անգլերենի խորացած ուսուցում է գնում քոլեջում բացարձակապես բոլորը տիրապետելու են եւ տիրապետում են արդեն անգլերենի, որովհետեւ այս աշխարհում անգլերենի չտիրապետելը կարծում մեծ թերություն է։ Ինչու են տիրապետելու, որովհետեւ հնարավորություն է տրվում ուսանողներին կրթությունը շարունակել դրսում։ Դուք նշեցիք, որ համագործակցություն կա Կոլումբիա համալսարանի հետ, որոշ ուսանողներ, լավագույն առաջադիմություն դրսևորողները, ունեցողները շատ հեշտ կարող են համագործակցության արդյունքում ուսումը շարունակել Եվրոպայում, Ամերիկայում եւ այլ համալսարաններում։ Եվ այստեղ կարևոր է նաեւ տեղեկություններ կապված դասավանդող անձնակազմի հետ, որովհետև ինչպես հասկացանք, ACT College-ը Կոլումբիայի համալսարանի բակալավրիատի ծրագրի վրա
հիմնված ուսումնական ծրագիր է եւ այստեղ կարող ենք ենթադրել, որ դասավանդող անձնակազմը ունեցել է որոշակի վերապատրաստման փուլեր, որպեսզի տիրապետի համենայն դեպս այն կարևոր կետերին, որ իրենից ենթադրում է եւ պարտադիր պայման է համարում հենց Կոլումբիայի համալսարանի բակալավրիատի ծրագիրը։ Այո, իհարկե, կրթական ծրագրերը կազմված են հենց այդ համալսարանի կրթական ծրագրերի հարմարեցած տարբերակով, որովհետև պատկերացնում ենք, օրինակ, որոշ առարկա կարող է ինչ-որ միտեղ 5 տարի են անցնում, բայց մենք 3 տարվա կրթություն ենք, պետքա դա 3 տարվա մեջ բաշխենք։ Եթե խոսեմ դասախոսական անձնակազմից, կարծում եմ քոլեջի այտենց ամենաբարձր կետերում գտնվող փաստն է դա, որովհետև դասավանդում են բարձրակարգ մասնագետներ, ովքեր դասավանդում են ոչ միայն մեր քոլեջում, այլ նաև պետական համալսարանում, ամերիկյան համալսարանում, չգիտեմ, դուք կարող եք ճանաչել մարդկանց հայ, ով 2 ծրագրավորման գիրք է գրել հայերենով, ես մեկին ճանաչում եմ, մեր մոտ է դաս տալիս, հետևաբար, այո, դասախոսներն ընտրված են բավականին, այսպես ասած, բարձր մակարդակ ունեցող, թե որպես լավ մասնագետներ, թե որպես լավ դասավանդողներ, որովհետև կարող է լավ մասնագետներ վատ դասավանդել կամ հակառակը։ Այդ առումով կարծում եմ, տենց շատ մեծ պլյուսներից մեկն է, շատ պլյուսներ կան, բայց հենց ձեր նշած դասավանդողների հարցը կարծում եմ խնդիր չի առաջացնում։ Եթե չեմ սխալվում, նույնիսկ ACT-ի վեբկայքում կարելի է տեսնել դասախոսական անձնակազմը եւ մանրամասն տեղեկանալ սիրելի հեռուստադիտողներ առհասարակ քոլեջի դասախոսական անձնակազմի եւ ֆակուլտետների մասին։ Էլեն, դուք կարծես առաջին շրջանավարտներից եք լինելու ACT քոլեջի եւ ինչով է պայմանավորված ձեր մասնագիտական կողմնորոշումը, եթե ճիշտ եմ հասկանում, դուք հենց թվային արվեստ բաժնում եք։ Իրականում փոքրուց շատ եմ սիրել նկարելը ու միշտ երբ որ հարցրել են ինչ ես ուզում դառնալ, միշտ ասել եմ չգիտեմ, բայց հաստատ արվեստի ինչ որ հետ կապ ունեցող բան է լինելու ու վերջին տարիները որոշել էի, որ դիզայներ եմ դառնալու, երբ որ իմացանք քոլեջի մասին, ասեցինք չի կարելի բաց թողել այս շանսը։ Հիմա միայն անկեղծ խնդրում եմ, արդարացվում են բոլոր այն պատկերացումները, որ ի սկզբանե եղել են սպասելիքներ, այո, որ ի սկզբանե եղել են մինչ այստեղ սովորելը։ Իրականում նոր բացված քոլեջում շատ խնդիրներ կարող են լինել, բայց իդեմս ընկեր Կարապետյանի ու բոլոր են ամբողջ անձնակազմի այդ խնդիրները րոպեների ընթացքում լուծվում են ու մենք գրեթե չենք նկատում, որ դրանք եղել են։ Շատ համերաշխ, այո։ Ներդաշնակ հարաբերություններ փաստորեն, նաև շատ հետաքրքիր է հասկանալ ի սկզբանե որ տարիքային խմբի երեխաները կարող են գալ ու սկսել իրենց ուսուցումը եւ արդյոք նախապես որևէ քննական ինչ-որ ծրագրեր նրանք պետք է հանձնեն։ 9-րդ դասն ավարտած երեխաները կարող են դիմել, այսինքն 10, 11, 12-րդ դասարանների կրթական ծրագիր ունենք։ Ընդունելությունը մրցութային փուլով է անցկացվում, նույնիսկ առաջին տարվա համար բավականին մեծ կոնկուրս է եղել եւ անցել են ամենաբարձր բալեր հավաքած երեխաները եւ 3 տարվա համար նախատեսված կրթական ծրագիրը մրցութային փուլով է անցնում։ Քոլեջը նաև լիցենզավորվում է կրթության, գիտության եւ մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից։ Այո, պարտադիր պետք է լիցենզավորումը լինի, որպեսզի ուսանողները եւ ծնողները վստահ լինեն, որ լիցենզավորված քոլեջում են լինում։ Խոսենք նաև առավելությունների մասին, որ ուսումնական ծրագիրը սերտելուց, ավարտելուց եւ սերտիֆիկատ կամ դիպլոմ ստանալուց հետո ամեն դեպքում կա որոշ առավելություններ, որոնք կարելի է շեշտադրել այսօր կապված ACT քոլեջի հետ։ Հետագա ուսուցման հետ կապված։ Միջև հետագային ասել, ես կարող եմ ներկա առավելությունների մասին սկզբում խոսել, որ նախ քոլեջը ապահովում է տրանսպորտի հարցը, քոլեջն ունի, այո, ավտոբուսներ, միկրոավտոբուսներ, եւ եթե օրինակ ուսանողի առօրյան բացենք, հա, արթնանալով քոլեջի ավտոբուսը իրեն բերում է քոլեջ, նոր
դրիվ նոր բացված շենքում, տեխնոլոգիապես հարուստ շենքում, բավականին լավ ծրագրով, լավ ուսուցիչների, դասախոսների հետ անցկացում են դասերը մինչև 3-ը, 3-ին կարող են գնալ տուն նորից ավտոբուսներով։ Բայց 3-ից 6-ն էլ արդեն երկարյա պարապմունքներ են լինում, եթե ինչ-որ մի բան չեն հասկացել կամ չգիտեմ մի քանի օր բաց են թողել, նորից դասախոսների հետ մինչև 6-ն էլ պարապում են իրենց դասերը եւ նորից 6-ին ավտոբուսները տանում են իրենց տուն, կարծում եմ սա շատ մեծ առավելություն է եւ եթերում էլ ասեմ, իրանց էլ եմ ասել եւ այն ամենասկզբում որ լսեցի քոլեջը բացվում է եւ ծրագրին ծանոթացա, անկեղծ ներսումս ասացի, երնեք իմ կյանքում sense մի քոլեջ ուներ, ես հանրակրթական դպրոցի փոխարեն գայի այս շենքային պայմաններով ապահովված, այս կարգի դասախոսներով, այս կարգի ծրագրերով ամենայն անկեղծությամբ ես որպես նկարիչ եմ ասում, հենց կոնկրետ թվային արվեստ բաժնում ուսում ստացող երեխաները հանգիստ կարող են չեմ խրախուսում ուսումը շարունակել, բայց կարող են հանգիստ աշխատանքի անցնել, գրաֆիկ դիզայներներ դառնան, որովհետև հենց առաջի տարվանից շատ խորացած եւ շատ լուրջ մակարդակով ուսումնասիրում են օրինակ գրաֆիկ դիզայնը, շուտով Procreate ծրագրով են անցնելու 2D 3D մոդելավորում, խաղերի դիզայն կարող են ստանալ, այսինքն սկզբնական հատվածում բոլորը ստանում են բազային գիտելիքներ, ակադեմիական գիտելիքներ, դրանից հետո արդեն իրենք կընտրեն ամեն մեկը իր նախասիրությամբ, ինչ որ մեկը կարող է խաղերի դիզայնով զբաղվել, պերսոնաժներ ստեղծել, մեկը գրաֆիկ դիզայներ կարող է դառնալ, ինչ որ մեկը կարող է նկարիչ դառնալ, չգիտեմ, այսինքն ամեն մեկը իր նախասիրությունը արդեն կարող է ցույց տալ։ Շատ լավ եւ շատ կարճ խնդրում եմ, քանի որ երիտասարդական կյանքը փորձում ենք անել հնարավորինս ամբողջ հանրապետության սահմաններում ակտիվացնելու համար, ունենք մարզից աշակերտներ ուսանողներ, որոնք ձեզ են միացել։ Այո, իհարկե, դե Շատ կարճ խնդրում։ Փարաքար համայնքից դե շատ ունենք ուսանողներ, ունենք մեծ մասը Երևանից են, բայց Արմավիրի մարզից էլ ունենք Արցախից։ Շատ ուրախ եմ։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք, այս պահին եթերը փոխանցում ենք լրահոսի մեր գործընկերներին, վերադառնանք եւ շարունակենք։